Բայց դա թեմա է, որը մենք պետք է վերլուծենք եւ գուցե որոշակի հետեւությունների հանգենք։ Շատ լավ, հարգելի գործընկեր, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, իսկապես սա մի ուղղություն է, որը առնչվում է տարբեր գերատեսչությունների եւ պարոն Պապոյանը իր խոսքում անդրադարձավ մշակութային ուղղությանը, որը զբոսաշրջության թերևս ամենապահանջված ուղղություններից մեկն է եւ նաև անդրադառնալով նիստի առաջին հարցին, մենք իրականում այս տարիների ընթացքում մի երևույթ ենք դիտարկում, որը մշակույթի ոլորտի տնտեսականացումն է եւ սա էապես փոխկապված է նաև զբոսաշրջության ոլորտի զարգացումների հետ ու թույլ տվեք ասել, որ այստեղ ես էական եմ համարում կառավարության քաղաքականությունը, թե ներդրումների ծավալի իմաստով, որովհետև մենք այն ներդրումները, որ անում ենք օրինակ հուշարձանների վերականգնման ուղղությամբ եւ միայն 22 թվականի համեմատ 25 թվականին մենք ավելի քան 6 անգամ ավել բյուջե ենք ծախսել հուշարձանների վերականգնման համար, շուրջ 1.38 միլիարդ դրամ եւ այս պահին մեր երկրում վերականգնում են 48 հուշարձաններ, ինչը աննախադեպ ցուցանիշ է։ Մենք ավելի քան 940 միլիոն դրամի ներդրում ենք արել թատերահամերգային կազմակերպությունների կապիտալ ներդրումների ուղղությամբ, որոնք լուսային, ձայնային այլ սարքավորումներ են, արդիական նոր հնչողություններ են, որոնք նաև պարոն վարչապետ ձեր նշած միջոցառումների կազմակերպման որակի վրա էական ազդեցություն ունեն, եւ սա մենք տեսնում ենք առաջին հերթին մեր մշակութային հաստատությունների սեփական եկամուտների աճի տեսքով, որտեղ եթե մենք համեմատում ենք մեր օրինակ թանգարանների սեփական եկամուտները, դրանք ավելի քան կրկնապատկվել են 2022-ի համեմատ։ Եվ սա նշանակում է, որ այս քաղաքականությունները ունենում են արձագանք, ունենում են ազդեցություն եւ դրանք երևում են թե զբոսաշրջության ոլորտի ցուցանիշներում, թե մշակույթի ոլորտի ցուցանիշներում եւ այստեղ մենք ունենք շատ ստերեոտիպեր, որոնք կոտրվում են, բայց կարիք կա բարձրաձայնել, որ դրանք կոտրվում են, օրինակ մենք ունենք տպավորություն, որ ամանորի օրերին ամեն ինչ պիտի փակ լինի եւ մարդիկ որևէ տեղ գնալու ցանկություն չունեն, մենք արդեն մի քանի տարի է, որ ամանորի օրերին մեր թանգարանները բաց ենք պահում եւ այցելություններ ունենք, հունվարի 1-ին եւ 2-ին մեր 4 թանգարաններ ավելի քան 700 այցելու են ունեցել եւ սա նշանակում է, որ մենք պետք է նաեւ մեր գործունեության մոտեցումները վերանայենք եւ այդ իմաստով նաեւ վերափոխման դոկտրինը եւ զբոսաշրջության ռազմավարությունը ուղիղ արտացոլվում են այս քաղաքականություններում։ Շնորհակալություն։ Ինձ համար օրինակ շատ մեծ եւ հաճելի անակնկալ էր, երբ որ դեկտեմբերի 31-ին, խնդրում եմ ուշադրություն դարձեք, դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ին Երևանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճը ըստ էության առանց լեփ-լեցուն է եւ ես չեմ հիշում, որ այդ աստիճան, այսինքն լիքը դահլիճներ շատ են լինում, բայց լցվելու խտություն էլ կա, չէ՞, այնուամենայնիվ, եւ սա շատ բանի մասին է խոսում եւ այդ պրակտիկան, բայց մյուս կողմից էլի ուզում եմ արձանագրել, որ դա երևի ժամանակի հետ կգա, այդ նույն ժամանակ, երբ որ այդ Երևանի օպերայից դուրս են գալիս եւ փորձ են անում որևէ մեծ ցանոթ սրճարանում սուրճ խմել, բարձում է որ սրճարանները փակ են, բայց դա էլ երևի տնտեսական որոշակի տրամաբանություն կա, ընթացած, այսինքն շուկան ինքը կորոշի, բայց այդ երևույթները որ կան եւ ձեր նշած վիճակագրությունը իհարկե շատ կարեւոր է, այդ ոլորտում ներդրումները եւ նաեւ կարողությունների ավելացումը բնականաբար իր հարակից պոզիտիվ էֆեկտներն է ունենում մյուս ոլորտների վրա։ Շատ լավ, կան այլ դիտարկումներ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են